Զանգեզուրի միջանցքը Թուրքիային անհրաժեշտ է իր հիմնական ծրագիրը իրագործելու համար։ Դա մեծ Թուրանի ծրագիրն է։ Շատ շատերը ուշադրություն չեն դարձել կամ այդ տեսանկյունից չեն նայել, բայց Ղազախստանում տեղի ունեցած դեպքերը կհիշեք, որ Ալմաթիում սկսվեցին այդ բախումները, այսպես կոչված Փաշինյանն էլ ՀԱՊԿ-ի ղեկավարն էր։ Այո, եւ անմիջապես Ռուսաստանը եւ հիմնականում Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը միջամտեցին եւ հանդարտեցրեցին այդ իրավիճակը։ Ինչի Ալմաթիում սկսեցին դա։ Դրանից մի քանի օր առաջ, մի քանի 10-15 օր առաջ Նազարբայևը նախկին նախագահ Ղազախստանի ընտրվեց թուրքալեզու պետությունների ասոցիացիայի պատվավոր նախագահ եւ կհիշեք, որ Էրդողանը իրան հանձնեց այդ շքանշանը, շնորհակալություն հայտնեց։ Ալմաթիի կողքը սահմանամերձ Չինաստանի ույգուրների, այսինքն թուրքալեզու չինացիների, մահմեդական չինացիների բնակության հիմնական վայրն է։ Եթե Ղարաբաղում իրենք արդեն Արցախի հարավը, այսինքն Իրանի հետ սահմանը արդեն իրենց տիրապետության տակ էր, եթե իրենք կարողանում էին նաև Արաքսի մյուս ափանցներին եւ էթնիկ ադրբեջանցիներին, որոնք Իրանում են ապրում եւ 7 միլիոնի չափ, չի ավելի շատ է։ 7 միլիոն, ասում են, տարբեր գնահատականներ կա, այդ հատվածում 7 միլիոն մարդ է ապրում։ Եթե այդ Զանգեզուրի միջանցքները կարողանում էին անեին, այսինքն Թուրքիա, Ադրբեջան, գնում էին կենքում արդեն Իրանի սահման, հետո Ղազախստան, եւ այդ մեծ Թուրանի ծրագիրը Էրդողանի հիմնական ծրագիրն է, որը ինքը ուզում է անել։ Էրդողանը կայսերական նկարտումներ ունի։ Ինքը ուզում է նորից վերադառնա շակերտների մեջ ասենք Օսմանյան կայսրության ժամանակ